Վերադարձ Արցախ չի լինի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի հայերի վերադարձը իրենց բնակավայրեր չի դիտարկում։ Մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց եւ մնացած տեղերի հայերի վերադարձի հարց։ Ոչ հեռավոր 2024 թվականին, երբ Մյունխենի հայերից մեկը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ պլաններ ունի Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի հետ, ինտեգրելու թե հետ տանելու իրենց հայրենիք, որտեղ իրենք կարող են ապրել, Փաշինյանը բոլորովին այլ պատասխան ուներ։ Մեր տեսլականը հետևյալն է, որ եթե նրանք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական ցանկություն կամ հնարավորություն չունենան, այսինքն ավելի ճիշտ ցանկություն կունենան, բայց պայմանների հետ կապված իրանց ընկալումը չլինի դրական, մեր քաղաքականությունն ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու միջազգային ատյաններում պետությունը չի բարձրաձայնում Արցախում ադրբեջանցիների կողմից հայկական եկեղեցիների վերացման փաստի մասին։ Փոխարենը Փաշինյանը Արցվաշենի մասին խոսեց, ասաց, պետք է պատկերացնել մի իրավիճակ, երբ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի վերահսկողության ներքո եւ այնտեղ պարզվում է, որ օրինակ 2016 թվականին մզկիթ է կառուցվել։ Մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Եվ օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված օրինակ Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են, գիտեք, ինձ այս հողը մերն է եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։ Մենք ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք մենք։ Այդ թվում կարող է լինել նաեւ այդպիսի որոշում, որովհետեւ երբ որ ասում ենք պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք, պատմամշակութային հուշարձանը ինքը որոշակի կրիտերիաներով եւ կատեգորիաներով անցնող հուշարձան է։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը սակայն հիշեցնում է, հայկական կողմի վարքագիծը ադրբեջանական մշակութային ժառանգության նկատմամբ սկզբունքորեն տարբեր է եղել։ Բոլոր այն մզկիթները, որոնք Արցախի տարածքում կան, Շուշիում հատկապես, դրանք ոչ միայն չվնասվեց, այլ հակառակը Շուշիի մզկիթները Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ մասնավոր ընկերությունների ֆինանսական օժանդակությամբ վերականգնվեցին։ Ավանեսովը հավելում է, որ մինչև վերականգնողական աշխատանքների մեկնարկը իրականացվել են մանրակրկիտ հետազոտություններ, տարբեր մասնագետներ ուսումնասիրել են տարածքը, իսկ աշխատանքներին ներգրավվել են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում նաև արտերկրից։ Նրա խոսքով նպատակ են ունեցել, որ որևէ դետալ չխաթարվի եւ պահպանվի կառույցների պատմական արժեքը։ Տնտեսական մերձեցման մասին խոսելով Փաշինյանը հիշեցրեց, Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում եւ դա ըստ նրա տրամաբանական է։ Նա համոզված է, առաջիկայում Հայաստանից արտահանումներ կլինեն Ադրբեջան։ Մինչև հիմա նախորդող շրջանում գործարար համայնքները ապրանքների ցանկեր փոխանակել են կառավարության միջոցով։ Այսինքն երկու կառավարությունների միջոցով։ Հիմա քանի որ արդեն ակտիվանում է այդ հոսքերի, այդ ցուցակների փոխանակումը եւ արդեն կառավարությունը այդ գործառույթը անելու, այսինքն պատեհություն չունի եւ խնդիրն է նա, որ հետաքրքրված գործարարներին, ովքեր ցուցակները փոխանցել են, մենք կազմակերպում ենք, ասում ենք, սրանից հետո արդեն աշխատեք իրար հետ։ Ինչ վերաբերում է գերիներին, Նիկոլ Փաշինյանը պնդում է, Բաքվից գերիները միշտ էլ ընտրություններից առաջ են վերադարձել ու ըստ նրա դիտարկմամբ ժողովրդավարական երկրում միշտ ընտրություններից առաջ է տեղի ունենում այս գործընթացը։ Քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ քաղաքական գիտության կամ ժողովրդավարական պետությունների պրակտիկայում գերիների վերադարձի եւ ընտրական գործընթացների միջև որևէ օրինաչափություն գոյություն չունի։ Նրա խոսքով նման պնդումը ենթադրում է, թե Ադրբեջանը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ Հայաստանի ներքին, մասնավորապես ընտրական գործընթացների վրա, ինչը նա համարում է անհիմն մոտեցում։ Եթե հիպոթետիկ ընդունենք, որ Ադրբեջանը միտումնավոր որոշակի տրամաբանության մեջ ընտրությունների նախօրեին, ինչպես պնդում է Հայաստանի վարչապետը, գերիները վերադարձնում, սա ինքն է խոսում է այն մասին, որ այստեղ Ադրբեջանը ունի հետաքրքրվածություն։ Հետևաբար այդպիսի օրինաչափություն ուղղակի լինել չի կարող։
Առավել եւս չեմ հասկանում, թե ժողովրդավարական պետության ժողովրդավարական մոդելը ինչ կապ ունի գերիների վերադարձին ընտրություններից առաջ։ Իսկ վերջում Հայաստանում գուցե քաղաքական կրքեր բորբոքվեն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գալու է Հայաստան։ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին, այդ թվում Ուկրաինայի նախագահին, սպասում են Երևանում։ Ռուսաստանում հրաշալի գիտեն, թե Հայաստանի իշխանությունները ինչ քաղաքականություն են վարում, օրինակ, ամենապարզ օրինակը Հայաստանի իշխանությունները ներքին դիսկուրսում պարբերաբար տարածում են թեզը, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Այս հայտարարությունը քաղաքագետի գնահատման պարտեն իսկ արտահայտում է հարաբերությունների բավական կոշտ ֆոնը։ Միևնույն ժամանակ վերլուծաբանը չի բացառում, որ կարող են հնչել հայտարարություններ, որոնք նախկինի համեմատ ավելի մեղմ կլինեն, նկատելով, որ Ռուսաստանը վերջին շրջանում փորձում է որոշակիորեն վերանայել իր մոտեցումները։